Քննարկում ենք հարց համար 53-ը բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը հաստատելու մասին հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, բուսաբուծության աջակցության 26 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, մասնավորապես գարնանացան ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկանդեղեն, ոլոր, լոբի, ոսպ, սիսեռ եւ կերային մշակաբույսերի առվույթ կորնգան մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վար, ցանկ, բերքահավաք եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետեւյալ սահմանաչափերով՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի մակերեսով 70,000 դրամ, այսինքն համարվում է, որ 140,000 դրամ ծախս պետք է արվի, 70-ը վճարում ենք։ Եգիպտացորենի դեպքում ամեն հեկտարի համար 85,000, հատիկանդեղենի դեպքում ամեն հեկտարը 100,000 եւ բազմամյա խոտաբույսերի, այսինքն առվույթ եւ կորնգանի դեպքում ամեն հեկտարը 110,000 դրամ։ Նախագծի իրականացման արդյունքում ակնկալում ենք մինչև 27,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքերի իրականացում, որը կնպաստի ֆերմերային եկամուտների ավելացմանը։ Որպես վիճակագրություն պարզապես նշեմ, որ բուսաբուծության աջակցության 25 թվականի ծրագրի շրջանակում 5200 շահառուներ են ունեցել, այս տարի ակնկալում ենք մինչև 5700-6000 շահառու եւ իրենց կողմից իրականացվել է 24000 հեկտար մակերեսով գարնանացանի ցանք հավաստագրված սերմերով, այն պարագայում, երբ որ 24 թվականին դա 19200 է եղել, այսինքն մենք այստեղ ունեցել ենք 25% աճ, 25-ին 24-ի նկատմամբ եւ ակնկալում ենք նվազագույնը 10 եւ 10%, կարծում ենք շատ ավելի բարձր տոկոս աճ կունենանք այս ծրագրի արդյունքում արդեն 25-ի նկատմամբ, պարոն վարչապետ։ Շատ լավ, պարոն Պապոյան, ասենք թե ես մի հեկտար կամ 5 հեկտար հող ունեմ, ինչ եմ անելու ես եւ ինչով եմ կյանքը թեթևացնելու, ցորեն եմ ուզում ցանեմ կամ չգիտեմ, այդ բույսերից մեկն եմ ուզում ցանեմ, այս պայից սկսած ինչա տեղի ունենում իմ կյանքում։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Այս պայից սկսած, քանի որ ես նախապես հայտարարել եմ եւ քաղաքացիները գիտեին, արդեն իսկ պատրաստված են, հիմա գնանք։ Լավ, հիմա ենթադրենք այս պայից, լավ, կամ ձեր հայտարարությունից սկսած, ինչա տեղի ունենում մարդկանց։ Գնում են համայնք եւ համայնքին ասում են, որ իրենք պատրաստվում են օրինակ 5 հեկտար տարածքի վրա ցանեն ցորեն, օրինակ հավաստագրված սերմով եւ կնքում են համայնքի հետ պայմանագիր, այնուհետեւ գնում են ձեռք են բերում հավաստագրված ցորենը, դա փաստաթղթավորված process է, լաբորատոր փորձաքննություններով անցած եւ իրականացնում են իրենց ցանքը իրենց միջոցներով։ Հնձելուց այդտեղ մենք ոնց ենք համոզվում, որ ցանածը այդ ցանած անձը առել է հավաստագրված սերմ։ Եթե ասեք, որ վճարում պետք է անկանխիկ անի, ես կհասկանամ։ Եթե տենց չի, ոնց ենք։ Կան կոնկրետ կազմակերպություններ, որոնք որ վաճառում են այդ ուրեմն ցորենը եւ այսինքն իրենք ունեն իրենց մոտ այդ ցորենը եւ դա փաստաթղթավորված է այդ վաճառքը տեղի ունենում, այսինքն հավաստագրված սերմերը կամ ներմուծում են։ Ինքը իրանք ասում են, նախ մենք տեսնում ենք, որ իրանք ներմուծել են բավարար քանակով սերմ եւ իրանք թափանցիկ վաճառքը ցույց են տալիս, բայց նաեւ իրանք մոտ ֆիքսվում է թե իրանք ում վաճառեցին եւ այդ սերմը որտեղ պետքա ցանվի։ Այո, եւ լաբորատոր փորձաքննություններ։ Այդ բարձր լաբորատորը հասկացա։ Այսինքն հետագծելիությունը ապահովում է։ Շատ լավ։ Շատ լավ, սերմը ձեռք բերեցինք, մեր միջոց, իմ միջոցների հաշվին ես սերմ ձեռք բերեցի, պայմանագիրը ունեմ, գնում եմ ցանում եմ։ Ցանում են, ցանելուց հետո հունձից 2 ամիս առաջ համայնքային հանձնաժողովները գնում են եւ իրականացնում են համատարած մոնիտորինգ, այսինքն ինքը ասել է, որ այստեղ 5 հեկտար։ Գնում տեսնում են 5 հեկտարի վրա ցորեն ծլել է, թե չի ծլել, որից հետո դրան հաջորդում է ընտրանքային մոնիտորինգը, որտեղ 20%-ը, այսինքն համայնքը ունի օրինակ 1000 հեկտար, ինքը գնացել է 1000-ը արել է։ Այդ 1200 հեկտարը ընտրանքային մարզպետարան նախարարություն հանձնաժողովը գնում է պատահական ստուգումներ նորից իրականացնում եւ եթե այստեղ է 1000 ներողություն,
այստեղ է, որ մեզ պետք կլներ A արբանյակ, երկրորդ A, B արհեստական ինտելեկտ եւ G գեոպորտալի վրա նկարագրված հողերը եւ նրանց նշանակությունները, որովհետեւ ոչ մի հանձնաժողովի կարիք այդ տեխնոլոգիաների դեպքում չէր լինի, որովհետեւ այդ իմ ասած բանը ունենալով մենք կարող ենք հասկի մակարդակով իմանալ այդ հասկի մեջ քանի հատ հատիկ կա։ Ну կարող եմ մի քիչ չափազանցնում եմ, բայց սկզբունքորեն համեն դեպս ծորենա թե ինչա, նույնիսկ բանով օրթոֆոտոյով էլա, չէ, հնարավոր լինում ողրել դա ինչ բանա մշակաբույս է այդ տարածքում եւ ինչ վիճակում է։